Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն է, իմ հյուրն է Fast Media հեռուստաընկերության հաղորդավար մարզական մեկնաբան Սուրեն Մելքսեթյանը։ Սուրեն, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Խոսելու ենք հայկական ֆուտբոլային ակումբների մասին, կարծես մեր ընդհանուր Հայաստանի առաջնության մրցաշրջանի այսպես ընդմիջում է, նոր մրցաշրջանը դեռևս կմեկնարկի օգոստոսին։ Մինչ այդ տեսնենք ինչ է կատարվում, իհարկե առաջնահերթ մեր որոշ ակումբներ, 4 ակումբներ մասնակցելու են, սկսելու են Եվրագավաթներին մասնակցությունը որակավորման փուլերից, Նոան գրեթե 4-ն էլ արդեն գիտեն իրենց մրցակիցներին, 3-ը առաջին փուլերում, մեկը Արարատ Արմենիան երկրորդ փուլից է սկսելու կոնֆերենցիաների լիգայի։ Տեսնենք թե ինչպես են մեր թիմերը պատրաստվում, նախ երևի հավանաբար ճիշտ կլինի սկսել Նոայից։ Նոան գիտի իր մրցակցին, իդեպ ոչ թույլ մրցակից է, Չեռնոգորիայի չեմպիոնը։ Դրա մասին հենց վիճակահանությունից հետո բավական շատ խոսվեց, թե ինչպիսի թիմ է, ինչպիսի առավելությամբ է չեմպիոն դարձել իր առաջնությունում, ինչպիսի ֆուտբոլիստներով է համալրվում եւ ինչպիսի պատմություն ունի, 100-ամյա պատմություն ունի այդ թիմը։ Ճիշտ է, քչերս ենք այդ թիմի մասին լսել, բայց ամեն դեպքում հարասլավական ընդհանուր առաջնության 4 անգամ չեմպիոն դառնալը դա քիչ բան չէ, Սերբիայի եւ Խորվաթիայի ուժեղագույն թիմերի հետ մրցելով։ Ինչպիսի վիճակում է Նոայի մրցակիցը, հետո արդեն Նոային կանդրադառնանք։ Դավիթ ջան, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Նոայի մասով նախ մի հատ ընդհանուր այսպես շատ հետաքրքիր ու կարևորի մասին մեր 4 ակումբներից 3-ը, ովքեր մասնակցելու են Եվրագավաթներին, գլխավոր մարզիչ փոխեցին։ Իհարկե մենք երևի հիմա առանձին կանդրադառնանք Նոայի մրցակցի վերաբերյալ սովորաբար Հայաստանից դուրս գտնվող երկրներից միշտ ակումբները լինում են շատ ավելի մեծ պատմություն ունեցող, քան մեզ մոտ, դե հաշվի առնելով նաև մենք անկախությունից հետո քանի տարի ֆուտբոլ ունենք։ Իհարկե շատ մեծ պատմություն ունեցող ակումբ է, որը ճիշտ նշեցիր, ամուր ակումբ է, քանի որ ներքին առաջնությունում էլ մեծ առավելությամբ իրենք կարողացան չեմպիոն դառնալ, բայց այստեղ կարևոր է նաև ֆուտբոլիստների ընդհանուր կարգը անհատապես եւ ինչքանով որ հասցրել եմ ուսումնասիրել Բուդուչնոստ ակումբին, Նոայի ֆուտբոլիստները անհատապես ավելի որակյալ են, հատկապես իհարկե լեգիոնականների քանակի եւ որակի շնորհիվ իհարկե ունենք նաև հայ լավ որակյալ ֆուտբոլիստներ Նոայում։ Այստեղ իհարկե արդեն թիմային աշխատանքը, մարզչական աշխատանքն է առաջին պլան գալու, իսկ Նոան մարզչի փոփոխության գնաց ոչ հարկադրաբար եւ ոչ իր կամքով, բայց առաջին հայացքից կրկին շատ ավելի լավ մարզիչ ունի, կարծում եմ, իդեմս Սանդրո Պերկովիչի, շատ փորձառու։ Ես վերջին օրերին ինքս իմ մեջ մտածելով, քննարկելով գործընկերների հետ, երևի Հայաստան եկած, Հայաստանում աշխատած մարզիչներից միայն Խոակին Կապարոսին կարելի է այդքան բարձրակարգ մասնագետ համարել։ Ես չեմ հիշում այլ արտասահմանցի մարզիչ, որը Հայաստան գա սկզբնական փուլում այն մակարդակում եւ այն անունով, ինչպիսին Սանդրո Պերկովիչն է։ Նա Կիպրոսում է աշխատել, Լատվիայում է աշխատել, ակումբներ, որոնք նույն հոլդինգի մի մաս էին, կարելի ասել, Ռիգան եւ Պաֆոսը եւ մոտավորապես նույն ճանապարհն են անցնում, ինչպես Նոան է հիմա անցնում, հավակնոտ նախագծեր են, երկուսում էլ հաջող է աշխատել, իսկ վերջին կանգառը Զագրեբի Դինամոն է, որը արդեն շատ հարցեր չի թողնում։ Դինամոյի նման ուժեղ ակումբում էլ Պերկովիչը լավ աշխատանք է կատարել, ուստի հույս է ներշնչում, որ Նոայի հետ նույնպես այդ ճանապարհը կշարունակի, կարևոր է, որ ինքը իր ֆուտբոլային փիլիսոփայությամբ այդքան էլ շատ չի տարբերվում Ռուի Մոտայից, կրկին հարձակողական ֆուտբոլ է, սիրում խաղալ, կարճ փոխանցումներ, կենտրոնում դոմինանտություն։ Մենք իհարկե մի փոքր շեղվեցի, պատասխանելով ավելի շատ Նոայի մասին, բայց նաև կրկին անդրադառնալով մրցակցին, անհատապես Նոայի ֆուտբոլիստները ավելի լավն են, եւ եթե Սանդրոին հաջողվի կարճ ժամանակահատվածում որպես թիմ իր ֆուտբոլը դնել, իր փիլիսոփայությունը փոխանցել, կարծում եմ լուրջ խնդիրների չի բախվելու Նոան առաջին փուլում։ Բուդուչնոստ ակումբը Չեռնոգորիայում պարզ է հայտնի է, չեմպիոնն է, այդպիսի պատմություն ունի, բայց Եվրոպայում ընդհանուր առմամբ այսպիսի անուն իր համար չի վաստակել։
իհարկե չենք խորանում, գուցե որոշ տարիներին որակավորման փուլերը հաղթահարել է, խմբային փուլերում է եղել շատ երկար ճանապարհ չի անցել ամեն դեպքում։ Բայց ամեն դեպքում այո։ Մենք ի վերջո, երբ որ խոսում ենք Չեռնոգորիայի մասին, իհարկե առաջնահերթ հիշում ենք, որ մեր ազգային հավաքականը վերջերս Չեռնոգորիայում իրենց ընտրանու հետ հանդիպում ընկերական կարգավիճակով անցկացրեց, բավական լավ հավաքականը խաղաց։ Հիմա եթե տենց ասոցացնում ենք Չեռնոգորիայի ազգային հավաքականը եւ իրենց չեմպիոնին, հավանաբար չեմպիոնի կազմից հավաքականում խաղացող ֆուտբոլիստներ կան, բացի երկու ֆուտբոլիստներ կային, որոնք Բուդուչնոստից հրավիրվել էին հավաքական եւ հենց մեր հավաքականի դեմ խաղում նորամուտը նշեցին, մեկը 18 տարեկան է կարծեմ, մեկը 19 եւ երկուսի ծառայություններով էլ թոփ հակումներ են հետաքրքրված, կարծեմ անգամ նախնական պայմանագրեր ու համաձայնություններ ունեն, այսինքն Բուդուչնոստը այդ առումով աչքի ընկնող ակումբ է, իր սաները լավ թիմերում կարողանում են տեղափոխվել եւ հիմա այդպիսի երկու խաղացող կա։ Այսինքն այս առումով ի տարբերություն հայկական շատ ակումբների գոնե իրենք առավելություն ունեն, նրանք հավանաբար չեն լինի Նոայի դեմ խաղերին, որակյալ երիտասարդ ֆուտբոլիստներ։ Ամենայն դեպս դե բալկանյան երկրներից ֆուտբոլիստները բավական դպրոցը լավ է, ֆիզիկապես լավ պատրաստված են որպես կանոն լինում եւ յուրաքանչյուր եվրոպական ակումբ որպես կանոն ունի առնվազն մեկ բալկանյան երկրից ֆուտբոլիստ իր կազմում։ Նոայի մասին եթե դարձյալ անդրադառնանք, նոր մարզչի համար այսպես միանգամից գալ եւ խաղալ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, նաեւ իմանալով հանդերձ թե ինչպիսի սպասումներ ունի թե հայ երկրպագուն, թե Նոայի ենթադրենք հենց սեփականատերը ինչպիսի սպասումներ ունի եւ ինչ ներդրումներ է անում, որպեսզի Նոան հաջողի եւ ի վերջո խաղում է Չեմպիոնների լիգայում։ Ինձ թվում է, երբ նոր մարզիչ է գալիս, ավելի բարդ է սովորաբար, դա իմ անձնական կարծիքն է սուբյեկտիվ, ավելի բարդ է ինձ թվում է ֆուտբոլիստների համար նոր մարզչին հարմարվելը, քան մարզչի համար նոր ֆուտբոլիստներին հարմարվելը։ Չգիտեմ, հիմա ավելի երկար կարող է խոսեմ, որ փորձեմ ավելի մանրամասն բացատրել։ Իհարկե սովորաբար լինում է նաև, որ երբ թիմը անհաջող է խաղում նոր մարզիչ է գալիս, նաև հոգեբանական վերելքի վրա սկսում են լավ խաղալ սկզբնական շրջանում, բայց Նոան այդ խնդիրը չունի, քանի որ շատ լավ է եզրափակել նախորդ մրցաշրջանը։ Հիմա Սանդրոն Պերկովիչը նոր միջավայրում է, այստեղ կարծում եմ իրեն օգնելու է իր փորձը, շատ լավ ակումբներում աշխատելու փորձը, ու այո, առաջադրանքը լուրջ է, բայց եւ ժամանակը կարճ է իրականում, Նոան մի քանի տեխնացու դիտարկեց, շատ ստիպված էր արագ արձագանքել ու բերել մարզչին, բայց իհարկե նա փորձառու լինելով հավանաբար շատ լավ գիտակցում է ինչ առաջադրանք ունի եւ հաշվի առնելով նաեւ լավ կազմը եւ նաեւ այն որ Նոան ամեն ինչ անում է ել ավելի ուժեղ դարձնելու այդ կազմը, իրենք կարող են շատ հետաքրքիր ճանապարհ անցնել։ Իհարկե Նոայում շատ են ասում, որ Չեմպիոնների լիգան է իրենց նպատակը, լիգայի փուլ մտնելը եւ բոլորս շատ կուրախանանք, բայց անգամ եթե դա չստացվի, որովհետեւ Չեմպիոնների լիգայի փուլ մտնելը շատ բարդ ու խրթին ճանապարհ է։ Օրինակ Եվրոպա լիգայի փուլ մտնելն էլ նախորդ տարվա համեմատ առաջ քայլ կլինի կամ նույն կոնֆերենցիաների լիգայի փուլ, բայց այս անգամ ավելի լավ արդյունքներ գրանցելը։ Այս պարագայում շատ կարևոր է առաջին փուլը հաղթահարելը, քանի որ եթե Աստված մի արասցե չստացվի առաջին փուլը հաղթահարելը, միանգամից Եվրոպա լիգայի փոխարեն կոնֆերենցիաների լիգայում է շարունակելու։ Իսկ Չեմպիոնների լիգայի առաջին փուլը որակավորման հաղթահարելը առնվազն կոնֆերենցիաների լիգայի փլեյօֆի ուղեգիր Նոային տալու է։ Այնպես որ նախ պետք է հաղթահարել առաջին փուլը։ Իդեպ Նոան ըստ վիճակահանության կարող էր մրցակից ստանալ Լուդոգորես բուլղարական ակումբին, որը արդեն գլխավորում է Ռուի Մոտան, նախկին մարզիչը, հետաքրքիր իհարկե դիմակայություն կլներ։ Դա իհարկե հավանաբար չի բացառվում, որ հետագա փուլերում այդ դիմակայությանը մենք ականատես լինենք։ Ամեն դեպքում Նոայում բացի մարզչի փոփոխությունից Սուրեն նաև որոշակի ֆուտբոլիստներ հեռանում են, որոշակի նոր ձեռքբերումներ են տրանսֆերային տեղի ունենում։ Ակումբը ընդհանուր առմամբ, եթե հայ ֆուտբոլասերի համար, այսպես հայ ֆուտբոլասերի այսպես դիտանկյունից նայենք, կան ֆուտբոլիստներ, որոնք մեզ անծանոթ են մեծ հաշվով, թե անծանոթ են մինչև Նոա գալը անցած մրցաշրջանից առաջ, բայց հետո դե տեսանք ինչպիսի ֆուտբոլ են նրանք ցուցադրում, անծանոթ են արդեն նոր եկողները։ Այս ֆուտբոլային ակումբը
իր կազմը ամրապնդում է, թե ինչպես։ Այո, շեշտ փորձում են դնել թե հայերի, թե լեգիոնականների վրա, ուղղակի հայերի առումով մի քիչ խնդիրներ ունի Նոան ի տարբերություն շատ այլ հայկական ակումբների, որովհետև ցանկանում է ուժեղ հայ ֆուտբոլիստների հրավիրել, շատ ավելի ուժեղ, քան մենք պատկերացնում ենք։ Իսկ մեր դրսում խաղացող ուժեղ հայ ֆուտբոլիստները սովորաբար չեն ցանկանում գալ Հայաստան, եւ դա նորմալ է։ Օրինակ եմ բերում, էլի, Ստյոպա Մկրտչյան, Նարեկ Գրիգորյան, մյուսը, իրենք երիտասարդ հայ ֆուտբոլիստներ են, որոնք վերջապես Հայաստանից դուրս են եկել ու փառք Աստծո ստացվում է առաջ քայլը։ Մի քիչ տրամաբանության մեջ էլ չի լինի, որ նրանք թողնեն հետ գան Նոայում խաղալու։ Նոայի ամբիցիաները մեծ են, իսկ այդ ամբիցիաներին համապատասխան հայ ֆուտբոլիստին էլի Հայաստան բերելը մի քիչ դժվար է։ Լեգիոնականների առումով էլ դժվար է, որովհետև իրենք պատրաստ են ֆինանսապես անել այն, ինչ նախկինում մենք չենք տեսել Հայաստանում։ Շատ գումարներ, ամեն ինչ իրենցից կախված անեն, որ լավ ֆուտբոլիստներ գան, բայց այստեղ էլ խնդիրը Հայաստանի առաջնությունն է կրկին։ Այո, այդ լեգիոնականը կգա եւ մի քանի շատ բարձրակարգ խաղ կանցկացնի Եվրոգավաթային, բայց Հայաստանի առաջնությունում նախորդ մրցաշրջանն էլ ցույց տվեց, որ ֆուտբոլիստները մոտիվացիայի խնդիր ունենում են խաղալ, օրինակ, չգիտեմ, հունական ΑΕΚ-ի հետ կամ Չելսիի հետ եւ հաջորդ տուրում խաղալ Գանձասարի, դա ֆուտբոլիստին այդքան էլ ուրախացնող հանգամանք չէ։ Արհեստական իրենց համար արհեստական խոչընդոտների բախվելով ամեն դեպքում Նոյի ղեկավարները ամեն ինչ անում են ու ես կարող եմ ասել, որ քանի լեգիոնական էլ գա Նոա, հավանաբար նրանք շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ են լինելու Հայաստանի չափանիշներով ու մեկը կա արդեն այս պայծրությամբ ճապոնացի հենակետային կիսապաշտպան, որը Ռումինիայի առաջնությունում է խաղում, Ունիվերսիտատիա Կրայովա ակումբի ֆուտբոլիստ, նրա հետ մոտ են համաձայնության հասնելուն եւ շատ որակյալ ֆուտբոլիստ է ու այդպես շարունակ իրենք փորձելու են ինչքան հնարավոր է լավ համալրվեն նախքան Եվրոգավաթային խաղերը։ Ամեն դեպքում նախորդ մրցաշրջանի կեսը Նոան հանդես եկավ Եվրոգավաթում։ Այո։ Եվ դա որոշակի մոտիվացիա էր տալիս նաև արտերկրյա ֆուտբոլիստներին, որոնք հանդես են գալիս Նոայի կազմում։ Նոայի մասին մեծ հաշվով արդեն ոնց որ ավարտեցինք, որոշակի ինսայդներ դու նաև ներկայացրեցիր, որպես մեր հայկական դաշտի հայտնի ինսայդերներից մեկը։ Անդրադառնանք արդեն մյուս ակումբներին։ Այստեղ իհարկե Սան Մարինոյի ակումբի դեմ այսպես դիմակայության մասին խոսելը Սան Մարինոն դե ինչ ակումբ պետք է լինի, եթե հավաքական իրենց որպես կանոն, այո, իհարկե, բայց որպես կանոն, եթե տեսնում ենք նույնիսկ հավաքականի կազմում ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների, այսինքն մարդկանց, որոնք զբաղվում են այլ մասնագիտացում ունեն, այլ մասնագիտություն, այլ աշխատանք, պարզապես եւ հավանաբար weekend-ներին այսպես շաբաթ-կիրակի հավաքվում են ֆուտբոլ են խաղում, նաեւ ընդգրկվում են որոշ ինչ-որ մի բան։ Հետաքրքիր է Դավիթ ջան, որ օրինակ 10-12 տարի առաջ շատ էին գաճաճ հավաքականները կամ ֆուտբոլային գաճաճ երկրները՝ Մալթա, Լյուքսեմբուրգ, Լիխտենշտեյն, Անդորա, Սան Մարինո։ Նրանցից շատերը սկսեցին քայլ առաջ կատարել, նույն Մալթա, Լյուքսեմբուրգ, Լիխտենշտեյն, բայց Սան Մարինոյում չի փոխվում, երևի նաև Անդորայում, չնայած Անդորայի առաջնությունը շատ ավելի լավն է, Անդորայի չեմպիոնը նախորդ տարի Հունաստանում 3 գոլ խփեց ΑΕΚ-ին ու քիչ էր մնում խնդիրներ առաջացներ։ Բայց Սան Մարինոյում պատկերը չի փոխվում եւ այս ամենի համատեքստում երևի թե որևէ անակնկալ չի լինի, արդեն կռահում եմ հարցի մասին, Փյունիկը պետք է որ առանց խնդիրների անցնի այդ թիմին։ Փյունիկի, այսպես ասենք, հաջողությունը ամեն դեպքում առաջին փուլում հենց վիճակահանությամբ այդ հաջողությունը ուղեկցեց։ Փյունիկը, եթե Փյունիկի վրա կենտրոնանանք, Փյունիկը նախորդ մրցաշրջանում նման չէր իր դրա նախորդ չեմպիոնական մրցաշրջանի Փյունիկին, իհարկե որոշ ֆուտբոլիստներ հեռացան, խնդիրներ կային ֆինանսական, սեփականատիրոջ փոփոխություն եւ այլն։ Ինչ է կատարվում այս ակումբի հետ եւ ինչպիսի Փյունիկ մենք ակնկալենք տեսնել այս նոր մրցաշրջանում։ Ինձ թվում է ժամանակ է հարկավոր այդ հարցի պատասխանը իմանալու համար։ Խնդիրները մենք Փյունիկի հայտնի խնդիրների մասին գիտենք, բայց կոնկրետ այս տարի գարնանային հատվածը միշտ տեղի ունեցավ, այդ հայտնի դեպքերը այդքան էլ կապ չունեին, այստեղ խնդիրը հենց այդ նոր սեփականատերերի գալն էր ու մի փոքր շատ խառը իրավիճակ ստեղծվեց, իրենք նոր մտքերով եկան մեր ֆուտբոլ
ավելի շատ փորձում են թիմը երիտասարդացնել, բայց դեռ այդքան էլ պարզ չէ հետո ինչ է լինելու երիտասարդացնելուց հետո։ Գլխավոր մարզիչը Երիշե Մելիքյանը, որը շատ լավ աշխատանք է տանում Հայաստանում, հենց Փյունիկում, ինքն էլ նոր իրողության հետ առնչվեց ու իր համար էլ մի քիչ բարդ էր, թիմը նաև մոտիվացիայի խնդիր ունեցավ, ֆուտբոլիստներ կորցրեց, եկան այո նոր ֆուտբոլիստներ, բայց գլխավոր մարզչի հետ ես մի քանի անգամ զրուցել եմ, ամեն դեպքում նա ասում է եւ հրապարակային էլ դրա մասին ասել է, որ ամեն դեպքում սելեկցիայի առումով ժամանակը կարճ էր ու չստացվեց այն, ինչ իրենք ցանկանում էին։ Հիմա արդեն այդ զարգացման վեկտորի փոփոխությունը շատ է հայկական ֆուտբոլում զարգացման վեկտոր փոխվում, ակումբներում դա այդքան էլ լավ բան չէ, բայց հիմա Փյունիկում էլ այդպես է։ Մենք տեսնում ենք, թիմը ավելի շատ երիտասարդանում է, հայ ֆուտբոլիստներ են շատ տեղափոխվում Փյունիկ, ֆուտբոլիստներ, որոնք իրենց ակումբներում նախկին ակումբներում այդքան էլ շատ խաղաժամանակ չէին ստանում։ Սա ինձ ուրախացնում է, որովհետև Երիշե Մելիքյանի գլխավորությամբ նրանք կարող են առաջ քայլ կատարել, մենք մեկ անգամ չէ, որ օրինակներով մենք դա տեսել ենք, բայց լեգիոնականների առումով դեռ սպասենք, քանի որ շատ նորեկներ չկան, Խամես Սանթոսը վերադարձավ Նոայից, Փյունիկի համար լավ համալրում է, պետք է տեսնել ել ովքեր են գալիս, որովհետև օրինակ Միլկովիչն էլ է տեղափոխվել Փյունիկ, նա Նոայում երկար խաղաց Փյունիկից տեղափոխվելուց հետո, բայց հասկանում ենք մի կողմից ասում են թիմը երիտասարդանում է, Միլկովիչը կարծեմ 35 տարեկան է արդեն, այստեղ էլ հարց է առաջանում, արդյոք նա այն ուժն է, որը պետք է Փյունիկին տպավորություն է, որ Փյունիկը կրկին ստիպված այլընտրանքային տարբերակներ է փորձում գտնել հնարավորինս կազմու պատրաստ լինելու համար։ Մի փոքր երկար խոսեցի, բայց ավելի կարճ ու հստակ պատասխան տալով հարցին, ժամանակ է հարկավոր հասկանալու համար Փյունիկի այս նախագիծը ինչ է իրենից ներկայացնում եւ ինչքան է լուրջ։ Մենք այս միջնամասում բոլոր ակումբների 4 ակումբների, որոնք մասնակցում են Եվրագավաթին, այսպես միջնամասում խոսենք նաև անդրադառնանք հայկական ֆուտբոլի հիմնական խնդրին։ Իհարկե օբյեկտիվ խնդիր է, որ Հայաստանի առաջնությունը այսպես ֆինանսապես ապահովված չէ, այսպես ակումբները այնպիսի եկամուտ չեն ստանում, որ կարողանան իրենց հիմնական հոգսերը հոգալ, լավ ֆուտբոլիստներ ձեռք բերել, մրցունակությունը բարձրացնել։ Դեռևս այդպիսի վիճակ է, բայց ինչպես ասում են, լույսը թունելի վերջում որոշակիորեն երևում է, հավանաբար այդ լույսը այդ Եվրագավաթային մրցաշրջանում հաջողելն է, բայց ոչ մեկ ակումբի, այլ մի քանիսի։ Այս պարագայում ենթադրում եմ, որ հանդիսականը ավելի հաճույքով կգնա տրիբունաներում կնստի մեր նույնիսկ ներքին առաջնության խաղերը դիտելու, այլ ոչ թե այնտեղ կլինեն տվյալ ակումբի ֆաները, ենթադրենք ֆուտբոլիստների եւ մարզչական կազմի այո հարազատները, միայն այդպիսի տրիբունա մենք չենք տեսնի, այլ կտեսնենք այն մարդկանց ֆուտբոլասերի, որը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլով, գուցե որևէ ակումբին այդպես շատ ուղղորդված չի երկրպագում, բայց ցանկանում է ենթադրենք իր աչքով տեսնել Ուրարտու Փյունիկ, Նոա Փյունիկ կամ Նոա Ուրարտու այդ կամ Արարատ Արմենիային իր աչքով տեսնել այդ մրցակցությունը հենց այնտեղ, տեսնել թե ինչպես են մարզիչները կառավարում իրենց թիմին խաղի ընթացքում եւ այլն։ Այսպիսի մենք ենթադրություններ ենք անում, այսպիսի հույսեր ենք կապում, այլ այսպիսի խնդիրներ, գործոններ կան, որոնք ազդում են հիմնականում այս վիճակին, որը ունենք։ Այո, կարծում եմ մենք ես էլ երբեմն մեր երկրպագուներին մի փոքր քննադատում եմ, ավելի ճիշտ ոչ թե քննադատում եմ, այլ գլոբալ առումով ես կարծում եմ, որ մենք ֆուտբոլային ազգ չենք։ Մենք բառերով ենք սիրում ֆուտբոլը, բայց դա ցույց չենք տալիս։ Նույն ստադիոններում պատկերը ինչպիսին է լինում խաղերի ժամանակ, օրինակ այդ դրա մասին խոսելով էլի կարող ենք համոզվել։ Սուրեն, ներիր այստեղ ընդհատեմ, մենք որևէ եվրոպական գրանտ ակումբի երկրպագում ենք, բայց մեր ներքին Հայաստանի ներքին առաջնությունում երկրպագած թիմ չունենք։ Նույնիսկ ես ճանաչում եմ այնպիսի ֆուտբոլասերի, որը Ռեալ Մադրիդի երկրպագու է, ֆան է, գնում է սրճարան, նստում է որպեսզի խաղերը դիտի իր ընկերների հետ, այսպես ընկերական մթնոլորտում, բայց հայկական ֆուտբոլին
ոչ ծանոթ չէ թիմերը, չգիտի ինչ թիմեր են խաղում։ Շատ են, ախր Դավիթ ջան, այդ թոփ հակումներին երկրպագուներից շատերը հայկական ֆուտբոլով ընդհանրապես չեն հետաքրքրվում։ Ես ավելի ցավոտ օրինակ էլ կարող եմ բերել։ Հիմա մեր երկրպագուները կլսեն, կարող են նեղվեն, հիմա ես ավելի օրինակներով խոսեմ, որ չմտածեմ բոլորին եմ ասում, էլի սա։ Հայ երկրպագու գիտեմ, որ օրինակ Ֆրանսիայի հավաքականի երկրպագու է, ասում եմ ու մոլի երկրպագու։ Ասում եմ, որ ենթադրենք այսպիսի խաղ է Ֆրանսիա-Հայաստան, այդ խաղը Ֆրանսիային մեծ հաշվով ոչինչ չի տալիս, բայց Հայաստանի հավաքականը հաղթելով օրինակ խոշոր մրցաշարի ուղեգիր է նվաճում։ Դու ում կերկրպագ ես, ասում եմ Ֆրանսիայի հավաքականին։ Էլ ինչ ասեմ ես։ Կարծում եմ շատ կարճ ու հստակ ասացի։ Նույն ակումբային մակարդակով, որ մեր երկրպագուները հայկական ակումբներին չեն սիրում։ Կան իհարկե, բայց շատ քիչ են։ Ասում եմ, լավ, Եվրագավաթում գալիս է մի հատ թոփ ակումբ, որին դու երկրպագում ես, մեր թիմերից մեկի հետ է խաղում։ Լավ, ում կուզես, այդ մի խաղը, ասենք, եթե դու Բարսելոնայի երկրպագու ես օրինակ, Բարսելոնայի համար այդ մի խաղը ոչինչ չի փոխելու, բայց մեր հայկական ակումբը կարող է պատմություն կերտել, ասում եմ, ինչի մասն է խոսքը, ես իմ սիրած ակումբի կողքին եմ, ինքը պետք է հաղթի։ Ես դա չեմ ընկալում, չեմ ընդունում, միգուցե նրանից է, որ շատ եմ հայկական ֆուտբոլը սիրում, միգուցե իրենք էլ ինչ որ առումով են ճիշտ, բայց ինձ համար ընկալելի ու ընդունելի չէ։ Բայց մի հատ ուրիշ կարևոր հանգամանք է, մենք տպավորություն չստեղծի, որ անընդհատ քննադատում ենք երկրպագուներին, որ չեն գալիս խաղերին, այստեղ էլ մեր երկրի, մեր ժողովրդի հոգսերն են շատ օրվա ընթացքում ամեն մեկը իր հարցերն ունի լուծելու, աշխատանք, ծանր գրաֆիկ, մտածելու շատ բան ունի ու նա չի կարողանում ուղղակի իրեն թույլ տալ մի 2 ժամով կտրվել, գնալ Հայաստանի առաջնության խաղ նայելու։ Առավելագույնը օրվա ուշ ժամի կնայի որևէ թոփ առաջնության դիմակայություն։ Հոգնած տանը իր բազմոցին նստած, ոչ թե մի 2-3 ժամ իր աշխատանքից կտրվի, գնա Չարենցավան հասնի, իսկ որ մի քիչ մեր ակումբների որակը էլ ավելի բարձրանա, ավելի լավ ֆուտբոլիստներ գան, ինչպես էլ ասենք քննարկենք, մեկ է դրական տեղաշարժ մենք կնկատենք, որ հոսքն էլ է ավելի շատանում, ինձ թվում է փոփոխություն կլինի։ Եվ դրան, ինչպես ասեցինք, ինչպես հաստատեցինք, կնպաստի Եվրագավաթներում որոշակի հաջողություն։ Նախորդ տարվա հաջողությունը Նոայի, դա հաջողություն անվանենք, որովհետև խաղալ այդպիսի երկար 6 խաղի արդեն մրցաշարում խմբային փուլի նաև այն, որ Նոան առաջին ակումբն էր կոնֆերենցիաների լիգայի, առաջին փուլից բոլորը թիմերին հաղթելով հասավ լիգայի փուլ, այլ ոչ թե Չեմպիոն լիգայից դուրս թռնելով, մեկ էլ հայտնվելով։ Այո, մենք դա տեսանք, իհարկե կային մինչ այդ էլ եղել են թե Փյունիկը, թե Ալաշկերտը, որոնք մասնակցել են կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի, այն ժամանակ այսպես խմբային փուլի իհարկե ֆորմատը ձևաչափը փոխվեց նախորդ մրցաշրջանում եւ այդ նույն ձևաչափը հիմա շարունակվելու է։ Մենք տեսնենք թե ինչպես կհաջողեն մեր ակումբները Փյունիկի եւ Նոայի մասին արդեն խոսեցինք, անդրադառնանք Ուրարտուի մրցակից է բելարուսական ակումբը։ Դարձյալ այնպիսի ակումբ է, մենք գիտենք Բելարուսից որ ակումբներն են, Մինսկի Դինամոն, Բատեն, որը նաև հանդես է եկել Չեմպիոնների լիգայի խմբային։ Վերջին տարիներին եղավ հատված Բրեստի Դինամոներ լավը, այնտեղ գումարները սկսեցին դնել, բայց հիմա էլի անկայուն վիճակ է։ Մինսկի Դինամոն, որը խորհրդային տարիների հիմնական մասնակիցն էր, խորհրդային առաջին բարձրագույն առաջնության, իհարկե ինչպես մեր ցավալի է դա նշում, ինչպես Արարատը Երևանի որոշակիորեն զիջեց արդեն դիրքերը նոր անկախ ժամանակահատվածում։ Նեմանի մասին խոսենք, այնտեղ մի քանի տարի առաջ կորոնավիրուսի այդ ժամանակահատվածում Գեգամ Կադիմյանն էր խաղում Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող, որի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, Գեգամի հետ շատ ենք խոսել Նեմանում անցկացրած ժամանակահատվածից։ Այն ժամանակ Նեմանը առաջնության առաջատարներից մեկն էր, Կադիմյանը շատ լավ ֆուտբոլ էր խաղում, բայց դրանից հետո Նեմանն էլ թուլացել է։ Բելարուսի առաջնությունը պլյուս մինուս այևի Հայաստանի առաջնության մակարդակն ունի, ընդ որում ես կհամարձակվեմ երևի ասել, որ մեր առաջատար Նոան կարգով գերազանցում է հիմա բելարուսական բոլոր թիմերին։ Եվ մեր երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը գրավող թիմերը հանգիստ այնտեղ էլի Եվրագավաթների ուղեգրերի համար կպայքարեն, այնպես որ եթե խոսում ենք Ուրարտուի հետ չէ խաղալու, Ուրարտու Նեման մեծ հաշվով 50-50 են շանսերը իմ կարծիքով։
Հնարավոր է նաև մի քիչ բարձր գնահատեի Ուրարտուի շանսերը, բայց ցավոք Ուրարտուն մեկ թե երկու անգամ է մեկ փուլ կարողացել հաղթահարել Եվրագավաթներում, այսինքն այս վիճակագրությունը ստիպում է քեզ ավելի զգաստ լինել հայտարարությունների մեջ։ Այո, դա վիճակագրություն է, դա չի նշանակում այս անգամ էլ է այդպես լինելու, բայց փաստ է, որ Ուրարտուին միշտ ինչ-որ բան խանգարում է։ Հիմա նոր մարզիչ ունեն, եկավ Ռոբերտ Արզումանյանը, Դմիտրի Գունկոն արդեն կայունություն երկար ժամանակ աշխատում էր, դրել էր իր ֆուտբոլը։ Տեսնենք Արզումանյանի հետ ինչքան կարճ ժամանակ է կրկին, ինչպես կնախապատրաստվեն քաղաքականության մասին սելեկցիոն աշխատանքների ունեմ տեղեկություն, միգուցե մինչև եթեր գնա մեր զրույցը արդեն նորություններ լինեն։ Եվգենի Ցիմբալյուկը իրենց նախկին պաշտպաններից մեկն է վերադառնում Ուրարտու, բայց պետք է հասկանալ ինչ կազմով է Ուրարտուն մոտենում։ Եթե կոնկրետ այս պայծրությամբ ինչ կա, համեմատենք Ուրարտու նման, ես կասեմ 50-50։ 50-50։ Ամենաբարդ մրցակիցը ըստ իս ունի Արարատ Արմենիան։ Իհարկե նա մեկնարկում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի երկրորդ այսպես փուլից, բայց Կլուժ ակումբը ռումինական, որը արդեն ավանդաբար մասնակցում է եվրոպական գավաթային այդպես խմբային փուլերի։ Սա մեկ այլ Կլուժ է, Ունիվերսիտետիա Կլուժն է, բայց կապ չունի, իրենք էլ լավ ակումբ ունեն, որը երկար ժամանակ առաջին տեղում է Ռումինիայի առաջնության, իհարկե համաձայն եմ, որ ամենաբարդ մրցակիցն է առաջին հայացքից այս փուլում մեր թիմերի համար։ Եվ այնտեղ խաղում էր Արթուր Միրանյանը, մեր հայ հարձակվողներից մյուսը, սկզբում լավ էր խաղում, մի քանի գոլ խփեց, հետո ինչ-ինչ պատճառներով Միրանյանը կորցրեց տեղը մեկնարկային կազմում, գիտեմ, որ այդքան էլ 100%-ով չէր պատճառը, Միրանյանի մրցակցությունը պարտվել է, մի քիչ էլ նաև այլ խնդիրներ կային, նա չի շարունակի ելույթներն այնտեղ, բայց հետո Ունիվերսիտետիա Կլուժ ակումբն էլ թուլացրեց մրցաշրջանի երկրորդ հատվածում եւ 4-րդ տեղը գրավեցին։ Բայց Ռումինիայի առաջնության ամուր թիմ է, միևնույն ժամանակ կասեմ, որ Արարատ Արմենիայի համար հաղթահարելի մրցակից կլիներ, օրինակ, եթե այս Արարատ Արմենիան լիներ Վարդան Մինասյանի գլխավորած այն թիմը, որը ավարտեց մրցաշրջանը։ Շատ լավ կայուն թիմ էր ստեղծել Մինասյանը, թեկուզ եւ չեմպիոն չդարձան հերթական անգամ, բայց Արարատ Արմենիան է նորովի մոտենալու։ Մարզչական շտաբը հեռացավ, կազմում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, առաջատար մի քանի խաղացողներ հեռացան, 10-ից ավելի նոր ֆուտբոլիստ է լինելու Արարատ Արմենիայում ու այս պայն նրանք ովքեր գալիս են, անկեղծ կասեմ, հույս չեն ներշնչում, միգուցե սա առաջին տպավորություն է ու սխալ, հուսանք ես կսխալվեմ եւ որակյալ ֆուտբոլիստներ կլինեն նրանք, բայց Արարատ Արմենիայում շատ լուրջ փոփոխություններ են ու այդպես է մոտենալու Ունիվերսիտետիա Կլուժին, սա կարծում եմ խնդիրը կբարդացնի։ Չնայած որոշակի ժամանակ կա հուլիսի 3-րդ տասնօրյակում են այդ հանդիպումները տեղի ունենալու, բայց ֆուտբոլային առումով, եթե դու դրան նախապատրաստական որոշակի առաջնության մասնակից չես, այսպես մարզավիճակ չես ձեռք բերում, այդ ժամանակը մեծ չէ։ Ես կկրկնեմ, եթե Վարդան Մինասյանի Արարատ Արմենիան լիներ, որը մեկ ամիս առաջ կար, ես վստահ կարող եմ ասել, որ Արարատ Արմենիան ունի շատ լավ շանսեր։ Այո, ֆավորիտ չէ, բարձր ավելի ուժեղ առաջնությունից մրցակից է լինելու, բայց Արարատ Արմենիան կունենար շատ լավ շանսեր հաղթահարելու Ունիվերսիտետիա Կլուժի արգելքը։ Հիմա հարցական է բոլորիս համար, որովհետև մենք նախ չգիտենք Արարատ Արմենիան ինչ տեսք է ունենալու։ Ամփոփելով այս զրույցը, Սուրեն, մենք ինչ ենք ակնկալում ենք այն պատկերը տեսնելու առնվազն, որը տեսանք նախորդ մրցաշրջանում, աշնան հատվածում Եվրագավաթների, երբ որ մեր ակումբները այսպես հաղթարում են որոշակի փուլեր, Նոան հաղթարեց բոլոր որակավորման փուլերը եւ վերջո խմբային փուլին հասավ, այնտեղ էլ վատ հանդես չեկավ, եթե այդպես Չելսիից այդպես ցավալի պարտությունը չհաշվենք, մեծ հաշվով վատ փորձ չէր դա, լավ փորձ էր Նոայի համար, ավելին ձգտելու։ Հիմա մենք որպես երկրպագու, որպես դուք էլ որպես մասնագետ, ինչ ենք ակնկալում այս նոր մրցաշրջանից։ Եթե Եվրագավաթների մասին, Ուրարտու եւ Փյունիկ իրենք առաջին փուլը հաղթահարելու դեպքում, եթե ճիշտ եմ հիշում, Ուրարտու եւ Փյունիկի հաջորդ հնարավոր մրցակիցների մասին է խոսքը, այնպիսի թիմեր են, որոնք նույն սեփականատիրոջն են պատկանում, ու կա վտանգ, որ նրանք կարող են որակազրկվել որակավորման 3-րդ փուլում հնարավոր մասնակցությունից։
երկրորդ փուլում մասնակցելու հնարավորությունից, այսինքն կարող է այնպիսի սցենար լինել, որ մեր երկու թիմերը առաջին փուլերը հաղթահարեն եւ երկրորդ փուլերում նրանց մրցակիցները որակազրկվեն ու ավտոմատ մեր թիմերը երրորդ փուլում հանդես գալու հնարավորություն ունենան։ Դա երևի թե լավ է, բայց ես իրատես լինեմ, իհարկե դեռ պարզ չէ դրանից հետո ինչ կլինի, ինչ մրցակիցներ կունենանք, եթե իրատես լինեմ ու փորձեմ պատկեր ներկայացնել, մենք կրկին կունենանք մեկ թիմ լիգայի փուլում, չեմ կարծում Ուրարտու Փյունիկը, Արարատ, Արմենիա իրենք կկարողանան նվաճել լիգայի փուլի ուղեգիր, այդ ակումբը կլինի Նոան, շատ կարևոր է առաջին փուլը հաղթահարելը, հավատում եմ, որ հաղթահարելու են, այնտեղ կմնա եւս մեկ փուլի հաղթահարում։ Իմ կանխատեսումն այսպեսին է։ Մեր միակ ակումբը կլինի Նոան, որը կնվաճի լիգայի փուլի ուղեգիր, թե որ մրցաշարի լիգայի փուլը կլինի, դա կհասկանանք առաջիկայում։ Այսինքն մոտավոր կունենանք այն պատկերը, մոտավորապես նույն պատկերը մրցաշրջանում, չնայած նախորդ մրցաշրջանում մեր ընդհանուր Հայաստանի լիգան, Հայաստանի որպես կանոն, որքան հասկանում եմ, բավական ռեյտինգով բարձրացավ, միավորներ աշխատեցինք, նաև նայի շնորհիվ, եվրոպական ակումբների, շատ դրական մյուս ակումբների, եւ դա նպաստում է, որ հաջորդ մրցաշրջաններում մեր վիճակահանության ժամանակ մեր թիմերի համար ավելի թույլ մրցակիցներ լինեն։ Նաև դա հիմա եթե մենք 34-րդ տեղում ենք, կարծում եմ, եթե ճիշտ եմ հիշում, Վարկանիշայնագոս ակումբ, եթե մեկ դիրքով ավելի բարձր լինեինք, մեր 3 թիմերից մեկը կսկսեր պայքարի Եվրոպա լիգայի որակավորման փուլում, բայց քանի որ մենք այդ մեկ դիրք բարձր չկարողացանք ապահովել, մեր բոլոր թիմերը բացի Նոայից խաղում են կոնֆերենցիաների լիգայում։ Բայց այս մրցաշրջանում հաջող ելույթները իհարկե կավելացնեն Վարկանիշը ու հաջորդ մրցաշրջանում ավելի լավ պատկեր կարող ենք ունենալ։ Հույս ունենանք, որ ի վերջո մեր ռեյտինգը այդպեսին կլինի, Վարկանիշը միավորների Հայաստանի այնպեսին կլինի, որ մենք ունենանք նաև ուղեգիր Եվրոպա լիգայի որակավորման փուլ։ Եվ վերջնամասում շատ կարճ հարց, այժմ ընթանում է աշխարհի ակումբային առաջնությունը Միացյալ Նահանգներում։ Ինչպիսի տպավորություններ այսպես, մենք չենք խորանում, չեմ հարցնում, թե ովքեր են ֆավորիտները, ինչ խաղ են ցուցադրում, այլ ընդհանուր ինչպիսի տպավորություն։ Երկու բան կարող եմ ասել, գլխավորը սա որ ակումբը կհաղթի գումար աշխատելու շատ լավ միջոց է, քանի որ շատ լավ գումարներ կան այնտեղ, անկախ քննադատություններից։ Եվ երկրորդը, երբ Չեմպիոնների լիգայի փուլը նոր ձևաչափով եկավ, կրկին բոլորը քննարկում են, որ լավ չէ, ցանկացած նոր բան ֆուտբոլում սկզբում բացասական անդրադարձ է ունենում։ Ժամանակ է հարկավոր հասկանալու համար, ինձ թվում է ժամանակի ընթացքում մենք նաև սրան ենք սովորելու։ Հա, սովորելու ենք, իհարկե հարցեր մեզ մոտ Սուրեն կան, թե ինչու ենթադրենք 4 բրազիլիական ակումբ է մասնակցում, իսկ թոփ եվրոպական թոփ ազգային որոշ բաներ ոչ տրամաբանական են։ Այո, չենք հասկանում։ 3 ամերիկյան ակումբը լավ հասկանում։ Իրենք օրինական ձևով պատասխանները տալիս են, ինչու է այսպես, բայց մեկը էլի տրամաբանության սահմաններում չէ։ Փաստացի այս պահի դրությամբ Անգլիայի, Իսպանիայի եւ Իտալիայի չեմպիոնները մասնակից չեն աշխարհի առաջնությանը։ Այդպես ենք ասում, ու չենք հասկանում ինչու մասնակից չեն։ Շնորհակալ եմ Սուրեն։ Շնորհակալ Դավիթ։ Մեր ունկնդրի համար հիշեցնեմ, որ զրուցեցի Fast Media հեռուստաընկերության հաղորդավար մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանի հետ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն է, հիշեցնեմ, որ տեսագրությունը այս թողարկման դուք կարող եք դիտել հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում, մեր YouTube-յան ալիքում եւ իհարկե armradio.am կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, առայժմ։